Ողջունում եմ բոլորիդ մեր քրիստոնյա գործարարների միության զբաղմանը։ Գործարար, ինչպես Տեր Դավիթը ասեց, մենք հասկանում ենք ոչ թե միայն բիզնեսի մարդ, ոչ թե ինչ-որ մասնագիտություն, այլ հասկանում ենք գործարարող մարդ, ով որ իր տեսլականով, իր աշխատանքով ազդեցություն ունենում ուրիշների վրա։ Եվ մեր այս համայնքը, միությունը, ոչ թե մի սովորական կազմակերպություն ենք լինելու, այլ մի միջավայր, որտեղ մենք ոչ թե փնտրելու ենք մեր անձնական շահը, այլ փնտրելու ենք մեր փոխակերպումը։ Սա մի միջավայր է լինելու, որը մեզ սովորեցնի, որ մենք աճենք մեր հավատքի մեջ, կոփի մեզ մեր բնավորությունը, ինչպես նաև սովորեցնի մեզ տանել բարի պատերազմը։ Եվ բարի պատերազմը ոչ թե մեր այլ մարդկանց միջև է, այլ վախի, մեղքի ու միջակության դեմ է։ Մեզ համար, որպես առաջնորդ, գերագույն օրինակն է Հիսուս Քրիստոսը, որը ոչ թե առաջնորդեց իշխելով, այլ սիրելով, ոչ թե տիրելով, այլ ծառայելով։ Եվ Քրիստոսը երբեք չփնտրեց իր փառքը, այլ փնտրեց հոր կամքը։ Եվ մեզ համար դա շատ կարևոր օրինակ է։ Եվ Աստված ոչ թե նայում է մեր դիրքին, մեր հնարավորություններին, այլ նայում է մեր սիրտին։ Մենք Աստվածաշնչի մեջ տեսնում ենք օրինակներ, ինչպես օրինակ Դավիթը, որ իր ընտանիքում ամենափոքրն էր, իր գերդաստանի մեջ միգուցե ամենաանտեսվածը, չերևացողը, բայց Աստված գիտեր նրա սիրտը, ու հենց նրա նվիրված սիրտն էր պատճառը, որ Դավիթը դարձավ թագավոր։ Մենք մի ուրիշ օրինակում, Հովսեփի օրինակում տեսնում ենք, որ Հովսեփը կարելի ասել դժբախտ, ամենաանարդար վարվեցողության ենթարկված մարդն էր, ով որ բանտի մեջ, ով որ ստրկության մեջ պահեց իր հավատքը, իր հավատարմությունը առ Աստված, եւ այս հավատարմությունն էր, որ իրեն բարձրացրեց մինչև մեծ կայսրության կառավարչի։ Ուրեմն ընկերներ, Աստված ոչ թե նայում է մեր բիզնեսի մեծությանը, մեր աշխարհաքաղաքական դիրքին, այլ Աստված նայում է մեր սրտին։ Ու Աստված փնտրում է մարդիկ, ում սիրտը նվիրված է հենց իրեն։ Եվ այս մեր միության մեջ մենք հենց սրանով էլ պետք է առաջնորդվենք, որպեսզի մեր հավատքով, մեր սիրով նվիրված Աստծուն ապրենք, գործենք եւ առաջնորդենք։ Շնորհակալություն։